Հարգելի հյուրեր, հարգելի ծնողներ, սիրելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք հումանիտար քոլեջում նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարելիցը։ Անկախությունը հայ ժողովրդի համար կարևոր դեր և նշանակություն է ունեցել։ Անկախությունը միայն բառ չէ, այն կերտվել է քարջ մարտիկների արյամբ, նվիրվածությամբ և անձնազոհությամբ։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։ Այսօր մենք պարտավոր ենք հիշել նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր ազատ և անկախ Հայաստանը։ Մեծ հպարտությամբ այսօր մեր քոլեջի բակում բացում ենք հուշակոթողը, որը նվիրված է մեր քաջ մարտիկներին։ Այն թող դառնա մեր քոլեջի այս գեղեցիկ պուրակում լուռ վկա, որտեղ ամփոփվում է ժողովրդի հավերժությունը, որտեղ ամփոփվում է ժողովրդի այն մեծ պայքարը, որը ստիպելու է յուրաքանչյուր օր ապրել ազնիվ, շիտակ, մաքուր և ամուր պահել այն երկիրը, որը ի վերուստ տրված է հայ ժողովրդին։ Այն ստիպելու է, որ գալիք սերունդը մեկ պահ լռի այստեղ և հասկանա, որ այս հերոսները, որ նահատակվել են, նրանց և մեր բոլորիս կյանքի, ապագայի խաղաղության համար են նահատակվել։ Սիրելի ծնողներ, վերստին խոնարհվում եմ ձեր առջև։ Ամենօրյա աղոթքներով մենք ձեզ հետ ենք։ Մենք երբեք չենք մոռանա այն զավակներին, ովքեր նահատակվեցին հայ ժողովրդի և մեր բոլորիս համար։ Հպարտանում եմ ձեզնով, մենք սիրում ենք բոլորիդ։ Իմացեք, որ մենք հումանիտար քոլեջը որդեգրել է այն քաղաքականությունը, որ կրթության հետ զուգահեռ պետք է մեկտեղվի նաև հայրենասիրական դաստիարակությունը։ Չկա կրթություն առանց դաստիարակություն, չկա հայրենիք առանց սիրո, չկա հավերժություն առանց նվիրումի, և մենք որդեգրել ենք ապրել և հանուն հայրենիքի, այլ նաև ապրել հայրենիքի համար և մեր ամենօրյա սերը տածել հայրենիքի նկատմամբ, ամենօրյա գուրգուրել հայրենիքը, ամեն օր գուրգուրել ու փայփայել այն։ Այսօր մենք նշում ենք անկախության օրը, փառք ու պատիվ մեր զինվորներին, փառք ու պատիվ մեր նահատակներին, կեցցե Հայաստանի անկախ հանրապետությունը, շնորհավոր անկախության օր, խոնարհումս ձեզ իմ սիրելի ծնողներ։ Սիրով ձայնը կփոխանցեմ Երևանի պետական հումանիտար քոլեջի հայոց լեզվի գրականության դասախոս, բանաստեղծուհի, նաև քոլեջի ավագ դասախոս տիկին Գեղեցիկ Մարգարյանին։ Հարգարժան տնօրինություն, հարգելի դասախոսներ, թանկագին ուսանողներ, թանկագին հյուրեր, մենք ընդամենը 3 տարի առաջ այս նույն պուրակում տնկեցինք ծառեր, որոնցից յուրաքանչյուրը պիտի խորհրդանշի մեր քոլեջականներին, ովքեր նահատակվեցին Արցախյան գոյամարտում։ Այն ժամանակ արդեն տնօրինության կողմից մենք ունեցանք ցանկություն, մեծ ցանկություն իդեմս տիկին Մինասյանի, որ մեր ծառերի շուրջ անպայման պիտի լինի խոնարհումի պուրակը, ու մենք պիտի ունենանք հուշարձան, որը պիտի խորհրդանշի հավերժությունը մեր, որը պիտի խորհրդանշի այն խոնարհումն ու արկածանքը, որ մենք մեր ամենօրյա արարքներով դրսևորում ենք այստեղ հումանիտար քոլեջում, որ մտակերտության և մարմնակերտության դասեր ենք տալիս մեր ուսանողներին, մենք դաստիարակում ենք հայրենասեր հայրենիներ, ովքեր գիտեն ինչի համար են այստեղ,
ովքեր գիտեն, թե ինչի համար է այս հուշարձանը, նաև գիտեն, որ հայրենիքը առանց այս հուշարձանների ու այս խոնարհումների չունի ապագա, չունի հեռանկար, որովհետև հայրենիքը նաև արյամբ, ցավոք, շատ ցավոք, արյամբ է կերտվում հայրենիքը։ Դա ասված, որ մեր սաները կարողանան պատշաճին վերաբերվել այս խոնարհումի պուրակին, կարողանան իրենց ամենօրյա հոգատությամբ մասը դառնալ այն խնամքի, որ այստեղ պիտի տարվի ու դեռ պիտի բարելավվի, եւ մեծ շնորհակալություն, որ այս ժամկետում Տիկին Մինասյանը բոլոր ջանքերը ներդրեց եւ կարողացավ մեզ բերել այսօրը, մեզ տալ այսօրը, ու մենք այսօր հիմա հավաքված ենք ու ասում ենք. հիշատակն արդարների օրհնությամբ թող լինի, իսկ այդ արդարները ամբողջ երկինքն են գրավել, այդ արդարները երկինքից իրենց լույսն են հղում մեզ, որ մենք կարողանանք, որովհետև չափազանց ծանր է այդ կարողանալը, դժվար է, շատ է դժվար, բոլորս ենք դա հասկանում, բայց մենք կկարողանանք, որովհետև հիմա ես կտամ անուններ, տղաների անուններ, ովքեր լույսեր են, անմարդ կանթեղներ են, կախված երկինքից ու լուսավորում են մեզ, ու այդ անուններից ես առաջինը կնշեմ Արմեն Ջումխուրյանի անունը, ով անցել էր արդեն իր պարտականությունը, իր անելիքը տվել էր հայրենիքին, բայց րոպե անգամ կասկած չունեցավ եւ հայրենիաց կանչով նորից հայտնվեց ապրիլյանից հետո արդեն Արցախյան գոյամարտում, արդեն հայտնվեց 44-օրյայում եւ տարօրինակ մի զուգադիպությամբ մեր ծառերից մեկը առանձնանում է մի փոքր ավելի մեծ է։ Դա երևի պատահականություն չէ, դա հենց Ջումխուրյան Արմենն է, որը ոչ թե ժամկետային զինծառայող էր, այլև արդեն իր պարտքը կատարած ու նորից կամավորագրված հերոս տղա էր։ Ես հերոս բառը շատ բացառիկ եմ օգտագործում, բայց Արմենի պարագայում չեմ կարող շրջանցել այդ բառը։ Ուրեմն Ջումխուրյան Արմեն, մեր խոնարհումը նրան։ Առաջին բոթը, որ մենք լսեցինք, Բեգլարյան Հայկազն, առաջին բոթը լսեցինք, որովհետև Հայկազը շատ ծանր կետում էր և իր վրա վերցրեց առաջին երկու օրերի ամենադաշան կռիվները և նահատակվեց մեր Հայկազնը։ Մեր Հայկազնը սովորում էր ապահովագրական գործբաժնում, արդեն դարձել էր ուսանող գյուղակադեմիայում, երազում էր իրավաբան դառնալ, բազմաթիվ ծրագրեր ու ցանկություններ ուներ, մի հաղթանդամ հրաշք երիտասարդ, ու Հայկազնը իր կենսագրությունը ընդհատեց, որովհետև նենք ձեռքը, որ հասել է, բաժին է հասել մեր հայրենիքին, չէր կարող առանց դրա թողնել, չգիտեմ, մեր աչքերը դարձան արցունքի ծովեր, մենք բոլորս դարձան որբացած մայրեր, որտեկորույս մայրեր, իդեմս մեր տղաների։ Ուրեմն Հայկազնից հետո հաջորդ լուրը, որ մենք առանք, շատ ծանր, շատ ցավալի, որովհետև Ուզունյան Դավիթը մեծ ծրագրեր ուներ։ Ուզունյան Դավիթը ցանկանում էր ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո շատ մեծ առաջընթաց ունենալ, մեծ ծրագրեր ու չգիտեմ, ու նա ևս մեր հաջորդ երիտասարդը նահատակվեց ընկերոջը, ճիշտ եմ ասում Բագրատ, ընկերոջը մարտից դուրս բերելու, այսինքն մեր տղաները մենակ իրենց համար չէին մարտնջում, նրանք իրենց կողքին կանգնած ընկերների համար պատրաստ էին անձնազոհության և Դավիթի օրինակը ամենավառն է այդ առումով, որովհետև Դավիթը կարող էր ողջ մնացած լինել, եթե չգնար իր ընկերոջ հետևից, բայց նա գնաց, որովհետև նա նաև մարդակերտության դաս է վերցրել, թե իր դպրոցում, թե իր ուսումնական հաստատությունում կրտոջախում, որը կոչվում է Երևանի պետական հումանիտար քոլեջ։
Հետո պիտի մոտենամ ուրիշ ցավոտ դրվագի։ Հոկտեմբերի 15-ին վերջին անգամ խոսեց նա, ասաց բոլորին ասեք, որ ես իրենց սիրում եմ, ասեք, որովհետև կներեք, Լևոն Մկրտչյան, իր նկատմամբ իմ զգացմունքները այնքան հորդ են, ես չխոսեմ Լևոնի մասին, ես պարզապես անցնեմ Լևոնից, որովհետև Լևոնին, չգիտեմ, իր գաղափարները, իր պատմաբան դառնալու ցանկությունները, իր աշխույժ, ընկերասիրությունը, հումորը, տեղով մեկ կյանք լինելը ես ամեն անգամ լսարան մտնելիս մինչև հիմա Լևոնի հետ եմ լինում, Լևոնին հայացքով լսարան եմ ուղեկցում և Լևոնին հայացքով լսարանից ուղարկում եմ։ Լևոնից անցնեմ ու հասնեմ Նարեկից։ Նարեկը մեր 5-րդ երիտասարդն է։ Նարեկը քոլեջի արխիվավարության բաժնում էր սովորում, գալիս էր Հրազդանից, երբեք չէր ուշանում, բայց շատ ուշուշ էր մտնում լսարան։ Նարեկը ռոմանտիկ, երկնքին նայող, աստղեր հաշվող, ինչ ասեմ, այսպես սիրուն ծրագրեր ձևավորող, գծագրող երիտասարդ էր ու հազար ու մի ծրագրեր ուներ իր հոգում, իր սրտում, բայց մենք բոլորս ապրում ենք իրենցից հետո, մենք բոլորս, չգիտեմ, արժանի ենք իրենցից հետոյի ապրելուն, թե չապրելուն, բայց մեր արարքներով, ամեն պահ, ամեն վայրկյան, մենք պիտի ապացուցենք, որ մենք արժանի ենք, որ այս տղաները մեզ թողեցին, այսպես ասեմ, երբ որ փոքր էի, չէի հասկանում, ինչ ասել է անունը քարին գրել, հետո, երբ որ մեծացա, ու հասկացա ինչ ասել է անունը քարին գրել, հիմա մտքովս չէր անցնի, որ մի օր պիտի կանգնեմ ու պիտի տեսնեմ իմ սաների անունը քարին գրված, ուրեմն ես չեմ երկարացնի, որովհետև ուզում եմ նաև նշել, այստեղ են ուսանողներ, ովքեր անցան 44-օրյան, անցան ապրիլյան պատերազմ ու մեր քոլեջի հրավերով հիմա այստեղ են, այս պահին մեզ հետ կանգնած են։ Պիտի խնդրեմ այստեղ մոտենան թեկուզ 1-2-3-ին եմ տեսել, բայց անպայման շրջանավարտները ուղղակի այստեղ մոտենան, մենք մի հատ տեսնենք իրենց ու մեր խոնարհումը նաև իրենց հասցեագրենք։ Լյովը, Հայկը թող մոտենան, մնացածներին այս պահին դեռ չեմ տեսնում։ Լյով, Հայկ, մնացյալ տղաները ում դեռ չեմ տեսնում։ Ահա տղաները աշխատում են, տեսակ գուցե հայրենիքից դուրս են, պարզապես ծնողները եւս այստեղ են, այո, ծնողներից մի քանիսը կարողացել են հարմարեցնել գալ, երեխաներ են այստեղ, ուղղակի 28 երիտասարդ հումանիտար քոլեջից անցավ պատերազմ ու վերադարձավ։ Այդ 28 երիտասարդին հոգի առ հոգի ամեն վայրկյան մենք սպասել ենք, մենք դիմավորել ենք իրենց ու դրանից հետո կապը երբեք չենք կտրել երիտասարդների հետ։ Ու այս պահին շատ կներեք, ես կուզեմ, որ ընդամենը 2 բառ տղաները ասեն, եթե չես ուզի լավ ուզես, Հայկ ուրեմն 2 բառ ասի ու դրանից հետո արդեն ես կներկայացնեմ մնացած հյուրերին, ովքեր այստեղ են եւ ցանկություն կունենան արտահայտվելու։ Հայկ, խնդրում եմ, Հայկը ապրիլյան պատերազմ է անցել եւ Հայկը հրաշքով հիմա մեր կողքին է։ Խնդրում եմ, ընդամենը 2 բառ, Հայկ ջան։ Բարև ձեզ սիրելի հյուրեր, գարժան դասախոսներ եւ ծնողներ։ Շատ բան չեմ կարող ասել, այս տղաները, ովքեր տվել են հայրենիքին ամենաթանկը կյանքը։ Մեր խոնարհումը ու հիշողությունը պետք է միշտ մնա նրանց նկատմամբ, այսինքն խոսք կա, մենք կանք քանի դեռ մեզ հիշում ենք, մենք պետք է նրանց հիշենք ու իրանք ողջ են լինելու մեր մտքերում։ Շատ բան չեմ կարող ասել, խոնարհումս ընդամենը այս տղաների եւ հերոսատեն մայրերի դիմաց։ Լավ, ասես 2 բառ։ Լավ, շնորհակալություն Լևոն ջան նրա համար, որ դու հիմա այստեղ ես ու իմ կողքն ես։ Դուք խնդրում եմ գնացեք, ես տեսնում եմ Ռուբենից, բայց իրենց դեռ չեմ հրավիրել, մենք հետո կհանդիպենք տղաների հետ։ Ես ուզում եմ այս պահին անպայման իր խոսքը ասի մեր քոլեջի
գնդապետը, մեզ համար ամենայն քոլեջի գնդապետ Տիկին Այդա Սերոպյանը, այո, Տիկին Այդա Սերոպյանը տեղով մեկ կենսագրություն է, պատերազմի կենսագրություն, և հիմա անպայման իր խոսքը կասի, նաև տղաների մասին կասի իր խոսքը, խնդրեմ։ Բարև ձեզ, սիրելի գոլեգաներ, սիրելի մեր ծնողներ, մեր սիրելի շրջանավարտներ, հյուրեր։ Ես անկեղծ ասած մի քիչ շատ եմ հուզված, մի քիչ չեմ ուզում երկար խոսել, ինքս անցել եմ բոլոր պատերազմներով, 5 անգամ վիրավորվել եմ այդ պատերազմներում, բայց ինչպես տեսնում եք, ոչ չեմ մնացել։ Ես իմ ուսանողներին, որոնց դասավանդում եմ ռազմագիտություն առարկան, միշտ պատմում եմ յուրաքանչյուր առարկային վերաբերող դրվածքներ, դեպքեր, պատերազմի դաշտից, զենքերից, զինամթերքից և պետք է ասեմ, որ իմ ուսանողները երբ որ բանակ են գնում, միշտ վերադառնում են պատվոգրերով, վերադառնում են գերազանցքի կրծքանշանով, նույնիսկ ասում են լեյտենանտս ասում էր այ տղա դու այսքան բան որտեղից գիտես, ասում էի տիկին գնդապետս է սովորացրել, ցավոք սրտի մեր սիրելի ուսանողները, չեմ ուզում ես երկար խոսել, մեր պարոն տիկին Մարգարյանը ասեց, որ շատ լավ ուսանողներ են, շատ դաստիարակված, խելացի, սովորող, ցավոք սրտի այսօր նրանք մեզ հետ չեն և մեր պարտքն է իրենց նկարները նաև իմ ռազմագիտության կաբինետում է կախված ու ես միշտ մեր նոր եկած ուսանողներին ներկայացնում եմ իրենց, պատմում իրենց մասին։ Այսքան սիրելի ծնողներ կներեք։ Ես կարծում եմ, որ որքան էլ ծանր ու դժվար է, ծնողներին լսելու ցանկություն ունենք, ինչ էլ ասենք, ծնողի ասածը այ է, ուրիշ է։ Եվ պիտի խնդրեմ Վարդան Մկրտչյանին մոտենա, խնդրում եմ։ Սիրելի ներկաներ, նախ շնորհակալությունս հայտնել իմ և ծնողների անունից այս նախաձեռնությունը կազմակերպողներից, այս նախաձեռնությունը աջակից դարձողներից, որի շնորհակալությունս ձեզ տիկին Մինասյան, ձեր գլխավորությամբ այս ամենը կատարվել, տեղի ունեցել։ Եվ այսպես մի խնդրանք որտեղ կուզեի ես ասել, այլ բան այս բանին չեմ կարող մտաբերել։ Ուզեմ, որ այս հուշակոթողը ոչ թե լինի լոկ, քար, հուշակոթողը ստեղ տեղադրված, այլ խնդրեմ դասախոսական անձնակազմից ձեզ տիկին Մինասյան ուսանողներին այնպես անել, որ սա դիտարկեն որպես բակում ինչ-որ մի հատ բաց դաս, ամեն անգամ այստեղից անցնելուց իրանք հասկանան, որ սա զուտ քար չի, սա մեր անկախության սիմվոլներից մի փոքրիկ մասն է այստեղ տեղադրված, քանի որ ոնց պատկերացնում եմ, հասկանում եմ անկախությունը դա մենակ ձեռք բերելով չի։ Անկախություն մենք ձեռք բերեցինք 30-35 տարի առաջ, էլի բազմաթիվ նահատակների արյամբ, սակայն այդ անկախությունը պետք է պահպանվի։ Պահպանվեց 35 տարի և այդ արյունը չվերացավ, այսինքն անկախություն պահպանելն էլ իրանից կորուստներ է պահանջում։ Կուզեի, որ այդ ուսանողները, նոր մեր կյանք մտնող ուսանողները հասկանան, որ անկախությունը նաև կորուստներ է պահանջում, անկախությունը դա միայն կեփ ուրախություն չի, անկախությունը նաև զոհեր է պահանջում։ Շատ շնորհակալություն կրկին անգամ։ Եվ մի մայր խոսի նաև, որովհետև երևի մայրը ուրիշ կերպ իր զգացմունքները կդրսևորի։ Ես կուզեմ իմ խորին շնորհակալությունը երախտագիտությունը հայտնել ձեզ տիկին Մինասյան, ձեզ գեղեցիկ Մարգարյան, որ մեր տղաներին միշտ հիշում եք, գնահատում եք իրենց արարքները
Եվ ես էլ կուզեի, որ այս հուշակոթողը լիներ ոչ թե որպես հուշակոթող, այլ թող լիներ բոլորի հպարտություն ներշնչող մի հուշարձան։ Թող բոլորը հպարտությամբ անցնեն այս արձանի կողքով ու գնահատեն մեր տղաների ու բոլոր նահատակների անձնազոհությունը մեր հայրենիքի նկատմամբ, որ թողել են իրենք մեզ, ու մենք էլ պահենք, պահպանենք, սիրենք, գուրգուրենք մեր հայրենիքը։ Այսքան։ Մենք հասկանում ենք, որ անվերջ կանգնել այստեղ չենք կարողանա եւ յուրաքանչյուրին լսել պարզապես չենք կարողանա, բայց նաեւ հասկանում ենք, որ յուրաքանչյուրս ասելիք ունենք։ Դրա համար ես պիտի նորից եւ Տիկին Մինասյանը մեր խորին շնորհակալությունը պիտի հայտնենք բոլոր նրանց երկրապահ կամավորական միության երիտասարդներին, տղաներին, դպրոցից եկած ուսուցիչներին, Հայկազնի դպրոցից են հիմնականում եկածները, մեր թաղապետարանի աշխատակիցներին, որոնց ես հիմա անուններով կներկայացնեմ, կրթության եւ մշակույթի սպորտի բաժնի պետ Գայանե Հարությունյանին եւ գլխավոր մասնագետ Պողոսյան Նվարդին, մեր բոլոր այն շրջանավարտ ուսանողներին, ովքեր մեկը դասը թողեց, մեկը աշխատանքը, մեկը իր կարևոր գործը ու հիմա այստեղ, այս պահին կանգնած է։ Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք։ Ու ուզում եմ, որ երկրորդ մասում Տիկին Մինասյանը ասելիք ունի ձեզ, իր ցանկությունը եւ շնորհակալական խոսքը պիտի ասի կազմակերպիչներին։ Ես ձայնը սիրով փոխանցեմ Տիկին Մինասյանին, այնուհետև կշարունակենք։ Հարգելի ներկաներ, ուզում եմ ներկայացնել, թե ինչ ընթացք ունեցավ ընդհանրապես այս պուրակի կառուցումը։ Ընթացիկ տարում որոշեցինք նախաձեռնել եւ ստեղծել պուրակը։ Մեր աշխատակիցները բոլորը միաբերան առաջարկեցին, որ մենք միայն բացառապես մեր ուժերով ենք նախաձեռնելու այս աշխատանքը եւ անցանք նրա նախագծի ստեղծելուն։ Մեր քոլեջի դասախոս, գունանկարիչ, հայտնի նկարիչ պարոն Գրիգորյանը ներկայացրեց պուրակի նախագիծը, ներկայացրեց հուշակոթողի նախագիծը եւ մենք անցանք ակտիվ քննարկման։ Հուշակոթողի փոքրիկ նախագիծը շրջանառվեց ամբիոններում, մանկավարժական խորհրդում եւ այն համաձայնվեցեց բոլորի գաղափարների հետ, որովհետեւ այն պետք է լինի այն ջերմ տաքուկ անկյունը, որին նայելով յուրաքանչյուր նախշի որևէ պատկերի նայելով, այն պետք է իր մեջ ամփոփի նաեւ այն խորհուրդը, որը մենք ցանկացել ենք իրականացնել։ Աշխատանքները սկսեցինք, առաջ եկավ բավականին լուրջ խնդիրներ։ Մենք գիտենք, որ այն դժվար է լինելու, բայց այդքան դժվար մենք չենք պատկերացնում։ Եվ երախտիկով պետք է նշեմ, որ լավ բարեկամը, լավ ընկերը, լավ բարեկամից լավ է խոսվածքը, ասույթը շատ տեղին է եւ անմիջապես մեզ օգնության եկան մեր հարևան կառուցապատող կազմակերպության աշխատակիցները։ Նրանք մեծ ցանկություն հայտնեցին աջակցել մեզ եւ այն տեխնիկական միջոցները, որ այստեղ իրականացվել է, անհնար է մեր աշխատակիցների ջանքերով իրականացնել։ Այն բավարարական ուժը, այն նյութերը, որոնք նրանք բերել են եւ աջակցել են մեզ, անկեղծ եմ ասում, մեր քոլեջի սուղ միջոցներով իրոք հնարավոր չէ լինել դա իրականացնել։ Մենք պարզապես մեծ ցանկություն ունենք եւ ուզում ենք դա ստանալ։ Եվ հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմկոնտրակտ կառուցապատող ընկերության ղեկավարությանը, նրանց աշխատակիցներին, հատուկ ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանին, ով իր ամենօրյա ուշադրությունն էր դարձրել այս պուրակի բարեկարգման աշխատանքների։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր քոլեջի աշխատակիցներին։ Յուրաքանչյուր պահ մտածում եմ, ասում եմ, արևի տակ հիմա այս պահին մեր ներկաները գուցե մեկի ճնշումը բարձրանա, մյուսը ինչ-որ խնդիր ունենա առողջական, հարգելիներս,
Քոլեջի աշխատակից Արման Թորոսյանը ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում կատարել է ամբողջ այս բազալտի սալահատում, այս աշխատանքները ինքն է կատարել իր ձեռքով եւ նա օր ու գիշեր մտածում էր միայն որ այս աշխատանքները սեպտեմբերին հասցնի։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, պարոն Թովմասյան։ Արման Թովմասյանը հանդիսանում է նաև երկրապահ կամավորական ջոկատի անդամ, քաջ զինվոր է նա, բոլոր պատերազմների բովով անցած։ Այսօր նրա ընկերներն են քաջալերում, ովքեր նույնպես մեր կողքին են եղել իրենց խորհուրդներով։ Հատուկ շնորհակալություն նաև Ջրվեժի երկրապահ միության նախագահին, ով այստեղ է, ձեզ բոլորիդ անուն առանուն չհիշատակեմ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն մեր աշխատակիցներին, վարչատնտեսական գծով փոխտնօրեն պարոն Ալեքսանյանին, օր ու գիշեր, նա ամբողջ օրը մտածում էր, որ այս պուրակը հասցնի իր ցանկալի արդյունքին եւ ունենք դեռևս աշխատանքներ, մենք շարունակելու ենք դա իրականացնել, բայց ամենայն դեպս պարոն Ալեքսանյան, շնորհակալություն, որ մենք հասցրեցինք այսպիսի պահի, այսպիսի իրավիճակի։ Բոլոր աշխատակիցները, մեր Վանիկ պապին, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Վանիկ Նազարյանին, ով այս վարդերի հետ ամեն առավոտ զրույց է տանում։ Այս եղևնիներին բոլորին բարի լույս եւ բարի երեկո է մաղթել, որ այս եղևնիները արդեն 4-րդն են, որ մենք տեղադրել ենք, պատճառը միայն հողն էր եւ տակի գրունտը, հարգելիներս։ Կատարվել է մշակման բոլոր աշխատանքները, սակայն 4-րդ եղևնին, տեսեք Արմենինը առաջինն է։ Արմենինն է միայն պահպանվել ձեր հիմնած պուրակից հետո։ Եվ մենք դա մեզ համար դա մեծ ապրումներ է բերել, որ եղևնիները ձեր ձեռամբ տնկված եղևնիները չէին կպնում։ Մենք իրոք դրա համար ենք շատ մտահոգություններ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատակիցներ Հրանտ Հովեսյանին, Ռազմիկ Աբգարյանին, Մարտիրոս Լևոնտյանին, Արթուր Այդինյանին, Աշոտ Մինասյանին, Գուրգեն Մկրչյանին, Սարմեն Խաչատրյանին եւ բոլոր նրանց, ովքեր ուսուսի մեջքի տված օգնել են, որ մեր այս գեղեցիկ պուրակը կազմավորվի եւ այս պուրակը ստեղծվի։ Խնդրում եմ մեր հարգարժան ծնողներից, ով ցանկություն կհայտնի, միանանք, մոտենանք բոլորս հուշակոթողին եւ կազմակերպենք բացման արարողությունը։ Որպես աղոթագիրք հուշակոթողի ներքևում լինի նաև մեր տղաների անվամբ ստեղծված այս գիրքը, ի նշան այն մեծ սերը կրթության հանդեպ, որ ունեցել են մեր ուսանողները։ Եվ սա էլ այո կլինի ձեր այն պատգամը, որ ասում եք, որ հենց այնպես չանցնեն, յուրաքանչյուր ուսանող իմանա, որ այս պատգամները հավերժ նրանց կողքին է լինելու եւ նրանց սուր աչքը միշտ հետևելու է իրենց կրտսեր ընկերներին։ Շնորհակալություն եւ հրավիրում եմ միջոցառման հաջորդ հատված, որը տեղի կունենա արդեն մեր միջոցառումների դահլիճում։
Արտիսու, բարերը վահան։ Իմ ձայնը դրեցվեց։ Ես ամուտի բաղթեսած ձայն, կապության յարում։ Կեցյան արեստանը, կեցյան կապությունը։